Գորիսում ընտրությունների մեկնարկը տրվեց ճիշտ ժամանակին առաջին ընտրողները շտապել էին իրենց քվեները տալ նախընտրած թեկնածուներին ակտիվություն նկատվում էր ամենուր, անգամ որոշ տեղամասերում հերթեր էին գոյացել։ TV 34-9 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սոնա Թամրազովայի խոսքով իրենց մոտ ամեն ինչ սովորական հունով է ընթանում։ Ամեն ինչ օրենքի սահմաններով գնում է, ոչ մի խախտում չի արձանագրվում։ Ընտրողների հետ կարող է ինչ-որ քվեաթերթիկները շփոթվեն, դուրս հանեն, հետ են ուղարկում, գցում են տեղը ու վերջ ուրիշ խնդիր չի առաջացել։ Իսկ թիվ 3403 տեղամասում պատկերն այլ էր, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձն անցել էր բացահայտ գործողությունների։ Իմ աշխատողն աստղի աշխատող։ Դուք մոտեցաք ու ասեցիք, որ այդ թերթիկը ինքը պահի, ինչի արեցիք։ Ահազանգ կար նաև թիվ 34-32 ընտրատեղամասից այն կրկին քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձի հետ էր կապված, որը սակայն ընթացքում հերքվեց։ Քվեախցիկի մոտ այս տարածքում կանգնած մարդիկ շատ էին, ինքը մարդկանց ուղղորդում էր, որ ուղղությամբ գնան, ինչ անեն։ Հանձնաժողովի նախագահին զգուշացրեցինք, հանձնաժողովի նախագահը իրան զգուշացրեց, որ չի կարելի։ Այդ տարածքից պիտի դուրս գա։ Ու քիչ հետո ինքը դրսում էր կանգնած, այն գործողությունը կատարում։ Ուրեմն ասեմ, որ տեղեկությունները ստահոդ են, անհիմն են։ Ես ընդամենը մեր բարեկամուհուն, արդեն ելքից դուրս եկող բարեկամուհուն, ով արդեն կատարել էր ընտրությունը, դրսում կանգնած 2 րոպե իր հետ զրուցել եմ։ Այդ կարող են փաստել ոչ միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստեղ ներկա գտնվող անդամները, այլ հանձնաժողովի բոլոր անդամները, ովքեր իդեպ նաև մեր թիմից չեն այս պահին, մեզ հակառակորդ են կոչվում։ Ընտրություններին իրենց մասնակցություն ունեցան նաև Գորիսի քրեակատարողական հիմնարկի բանտարկյալները, նրանք նույնպես օգտվեցին իրենց քաղաքացիական իրավունքից ու տեր կանգնեցին իրենց ձայնին։ Արևիկ Աբելյան, ժամը լրատվական։